Բարև ձեզ, ես Հայկ Առաքելյանն եմ և կապացուցեմ ձեզ, որ վեբ ծրագրավորման և ծրագրավորման մեջ ոչ մի դժվար բան չկա։ Եվ այսպես եկեք այս դասին ուսումնասիրենք HTML5-ը և HTML4-ի որոշ թեգեր, դրա համար ես պատրաստել եմ համապատասխան ֆայլը և եկեք սկսենք dfn թեգից։ Dfn թեգը բացվում է որպես definition, որը անգլերենից թարգմանվում է որպես սահմանում։ Dfn-ի մեջ ավելացնենք title ատրիբուտը, ինչ-որ մի վերնագիր և շարունակենք հիշացնենք և փորձենք։ Ինչպես տեսնում ենք, dfn-ը շեղատառ է սարքել HTML բառը և պահելու դեպքում տեսնում ենք համապատասխան տեքստը, որը նշել էինք title-ի մեջ։ Օգտագործենք նաև ABBR թեգը, որի միջոցով տեսնում ենք, որ կարող ենք նաև ստանդարտ բառին ավելացնել որոշ հուշում։ ABBR-ը թարգմանվում է որպես ապահովում և ABBR-ը շատ կարևոր են որոնման հանգույցների համար։ Անցնենք առաջ և ուսումնասիրենք հաջորդ կոդը։ Եկեք բացենք object թեգը, որի մեջ գրենք data, հավասար է, օրինակ Albert Einstein get PDF։ Տվյալ թեգի միջոցով հնարավոր է ներմուծել տարբեր այլ ֆորմատի ֆայլեր մեր HTML էջի մեջ։ Այս դեպքում մենք ներմուծում ենք PDF ֆայլ հետևյալ ատրիբուտի և արժեքի միջոցով։ Ես հատուկ պատրաստել եմ PDF ֆայլը, որը և կներմուծենք մեր HTML էջի մեջ։ Շարունակում ենք կոդը և անպայման պետք է գրենք embed src-ն հավասար է նույն ֆայլի անունը։ Նաև պետք է ավելացնենք type ատրիբուտը embed-ի մեջ object թեգը փակենք և հիշացնենք, փորձենք։ Տեսնում ենք, որ մեր էջի մեջ ավելացավ PDF ֆայլի պարունակությունը։ Կարող ենք մեծացնել մեր պատուանը գրելով լայնություն 500 և բարձրություն 500։ Հիշացնենք։ Տեսնում ենք, որ մեր PDF ֆայլը հայտնվել է HTML էջի մեջ և բրաուզերը հատուկ միջոցով հնարավորություն է տալիս նախորդ սահմանած գործիքներով հնարավորություն է տալիս օրինակ մեծացնել կամ փոքրացնել PDF ֆայլի պարունակությունը։ Շարունակենք, անցնենք հաջորդ թեգին և հաջորդը մեր մոտ HTML5-ի audio թեգն է, որը օգտագործվում է հետևյալ կերպ։ Controls, ավելացնում ենք controls ատրիբուտ առանց արժեքի և փակում ենք audio թեգը։ Ես նախորդ արդեն պատրաստել եմ audio ֆայլ, որի անունն է twosteps.mp3։ Եկեք source թեգի միջոցով ավելացնենք տվյալ ֆայլը և տիպը անպայման պետք է նշենք audio mp3։ Հիշացնենք և փորձենք։
Ինչպես տեսանք, mp3 ֆայլը ներմուծվեց նորմալ և մեզ մոտ երգը նորմալ աշխատեց։ Հնարավոր է նաև URL-ի միջոցով, այսինքն ինտերնետային հասցեի միջոցով ավելացնել երաժշտական ֆայլերը։ Այս դեպքում ես կավելացնեմ OGG ֆայլ, որը նույնպես mp3-ի նման երաժշտական ֆայլ է։ Եկեք փորձենք w3avenue.com կայքից ինչ-որ մի երգ ներմուծել մեր էջի մեջ։ Տեսնում ենք, որ հետևյալ կերպ կարողացանք ներմուծել երաժշտական ֆայլը մեր էջի մեջ։ Լավ, ասեմ, որ HTML-ում գոյություն ունի կոմենտների կամ մեկնաբանությունների գաղափարը, որը հնարավոր է կազմակերպել հետևյալ կերպ։ Մենք կարող ենք դնել հետևյալ սիմվոլները, գրել այստեղ մեկնաբանություն և տվյալ արտահայտությունը միայն կերևա HTML source-ի մեջ, այսինքն վեբ կայքում ոչ մի տեղ չի երևա այս տեքստը, բայց կայքի կոդի մեջ կերևա տվյալ գրվածքը։ Ասեմ, որ հնարավոր է նաև կոմենտ անել օրինակի համար տվյալ audio ֆայլը և ավելացնելով հաջորդ source-ը մենք կարող ենք տեղադրել երկրորդ audio ֆայլը։ Այս դեպքում առաջի source-ը, որը կոմենտ ենք արել, ընդհանրապես չի աշխատի, իսկ երկրորդ source-ը նորմալ կաշխատի։ Լավ, համոզվենք, որ աշխատում է մեր երկրորդ երաժշտությունը։ Լավ, անցնենք առաջ և ուսումնասիրենք HTML-ի հաջորդ թեգը, որն է video։ Տանք չափսեր վիդեոին, ավելացնենք controls-ը, գրենք source և գրենք այստեղ մեր վիդեո ֆայլի անունը։ Ես պատրաստել եմ sport mp4 վիդեո ֆայլը, որի տիպն է video mp4։ Փակենք վիդեո թեգը, հիշեցնենք և փորձենք։ Տեսնում ենք, որ վիդեոն նույնպես նորմալ աշխատում է։ Շարունակենք։ Ասեմ, որ հնարավոր է նաև այստեղ ավելացնել new-fit ատրիբուտը, որի միջոցով հնարավոր է ի սկզբանե ձենը վերացնել։ Սակայն ցանկության դեպքում հնարավոր է նաև ձենը ակտիվացնել։ Я в 14 начал заниматься. Ասեմ, որ հնարավոր է տեղադրել նաև մեր վեբ կայքում YouTube-ի վիդեոները և դրա համար եկեք նոր թաբ բացենք և բացենք YouTube-ի որևիցե մի վիդեո։ Որպեսզի տեղադրենք այս վիդեոն մեր վեբ կայքում, պետք է սեղմենք share բաթնը, որը տեսնում ենք վիդեոյի հենց անմիջապես ներքևը, և embed-ի մեջ կարող ենք տեսնել կոդ։ Copy անենք այդ կոդը և տեղադրենք մեր կայքի որևիցե մի հատվածում։ Տեսնում ենք, որ YouTube-ը օգտագործել է iframe, որը մենք անցել ենք արդեն, և լայնություն բարձրություն տալով կառավարում է վիդեոյի երևալը մեր կայքում։ Լավ, հիշեցնենք, փորձենք։ Տեսնում ենք, որ YouTube-ի վիդեոն արդեն մեր կայքում է։
Անցնենք առաջ եւ ուսումնասիրենք HR tag-ը, որի միջոցով հնարավոր է հորիզոնական գիծ դնել մեր էկրանին։ Ինչպես տեսնում ենք, այստեղ հայտնված հորիզոնական գիծ, եկեք HR-ը տեղադրենք մեր վիդեո tag-ից հետո, որպեսզի առանձնացնենք YouTube-ի վիդեոն եւ վիդեո tag-ի միջոցով ներմուծված վիդեոն։ Ասեմ, որ HR-ը բացվում է որպես horizontal ruler, հորիզոնական կանոն, եւ հնարավոր է ավելացնել լայնություն, օրինակ դնենք 70%, փորձենք, տեսնում ենք, որ edge-ի ընդամենը 70%-ով է տարածվում մեր հորիզոնական գիծը, կարող ենք ավելացնել size ատրիբուտը, որի միջոցով հնարավոր է կառավարել մեր հորիզոնական գծի բարձրությունը կամ չափը, օրինակ եթե դնենք 30, կարող ենք տեսնել, որ ավելի է մեծանում ըստ պիքսելների։ Եվ կարող ենք ավելացնել align հավասարը left, տեսնում ենք, որ տվյալ դեպքում գիծը գտնվում է կենտրոնում եւ color gray-ի կամ red-ի միջոցով կարող ենք տեսնել, որ կարող ենք կառավարել հորիզոնական գծի գույնը։ Ուսումնասիրենք հաջորդ HTML5-ի tag-ը եւ այդ tag-ն է article։ Article-ը զուտ ձևավորման tag է եւ որպես օրինակ կարող ենք տեղադրել article-ի մեջ h1-ով եւ p-ով պարագրաֆով որոշ տեքստ։ Փորձենք, տեսնում ենք, որ article tag-ը ընդհանրապես ոչ մի մեծ դեր չի խաղում եւ տեսանելիորեն ոչ ձև չեն կարող տեսնել նրա գործողությունը, սակայն այն համարվում է որպես կոնտեյներ եւ որոնման հանգույցների համար մեծ դեր է խաղում։ Օգտագործենք նաեւ հաջորդ HTML5-ի tag-ը, որը նախատեսված է հասցեները գրելու համար։ Հիշացնենք, փորձենք եւ տեսնում ենք, որ address tag-ը տվել է italic կամ շեղատառություն։ Անցնենք առաջ, նաև ցույց տամ ձեզ մի քանի HTML5-ի այլ tag-եր, օրինակ header tag-ը, որը գրվում է body tag-ի մեջ եւ որի մեջ կարող են տեղակայված լինել կայքի լոգոն, անվանումը կազմակերպության կամ կայքի եւ այլ էլեմենտներ, օրինակ լեզուները եւ այլն։ Nav tag-ը օգտագործվում է կայքի նավիգացիայի կամ մենյուի համար։ Section tag-ի մեջ հնարավոր է տեղադրել բաժիններ։ Article tag-ի հետ ծանոթացանք, կարող ենք որոշ հոդվածներ տեղադրել։ Aside-ը եւս ինչ-որ ինֆորմացիայի համար նախատեսված tag է եւ դրանց բոլորը ասեմ, որ էական մեծ դեր չեն խաղում։ Զուտ կոնտեյներներ են, որոնց մեջ հնարավոր է տեղադրել կայքի պարունակության որոշ հատվածները։ Footer tag-ի միջոցով ընդունված է տեղադրել կայքի ներքևի հատվածը։ Անցնենք առաջ եւ ուսումնասիրենք HTML5-ի եւս մի քանի ֆունկցիաներ։ Օրինակ, ստեղծենք UL tag-ը, որի մեջ կարող ենք տեղադրել, ինչպես հիշում ենք, clear, UL-ը բացվում է որպես unordered list եւ օրինակ դնենք text make։ Տեսնում ենք, որ ավելացավ հասարակ մի
text կարող ենք ավելացնել եւ HTML5-ի ատրիբուտ ավելացնենք content editable հավասար է true։ Տեսնենք արդյունքում թե ինչ ստացվեց։ Նույն մեր լիստերն են, սակայն արդեն հնարավոր է ավելացնել որոշ պարունակություն։ Ասեմ, որ refresh սեղմելու դեպքում մեր լիստերը կվերադարձվեն սկզբնական արժեքներին եւ հետագայում JavaScript-ով մենք կփորձենք պահպանել բրաուզերի հիշողության մեջ տվյալ գրվածքները։ Իսկ PHP-ով կփորձենք ներմուծել տվյալների բազան։ Անցնենք առաջ եւ տեսնենք img tag-ի եւս մի քանի հնարավորություն։ Մեր edge-ում եկեք ներմուծենք հասարակ նկար։ Ես պատրաստել եմ տվյալ նկարը Armenia nk.jpg-ը։ Եկեք ներմուծենք այն, հիշեցնենք, փորձենք եւ տեսնում ենք, որ քարտեզը եկավ մեր edge-ի մեջ։ Եկեք ավելացնենք alt ատրիբուտը եւ տեսնենք, թե ինչ է անում alt-ը։ Ինչպես տեսնում ենք, ոչ մի բան չփոխվեց, սակայն եթե նկարը գոյություն չունի, օրինակ եկեք նկարի անունը փոխենք եւ փորձենք, տեսնում ենք, որ գալիս է համապատասխան տեքստը, որը գրել ենք alt-ի մեջ։ Վերականգնենք ֆայլը եւ եկեք ուսումնասիրենք նաեւ title ատրիբուտը, տեսնենք ինչ է անում title-ը եւ նկարի վրա պահելու դեպքում կգա title-ի մեջ գրված հուշող տեքստը։ Լավ, անցնենք առաջ եւ ուսումնասիրենք HTML-ի map tag-ը, որի միջոցով հնարավոր է կոնկրետ նկարի հատվածը դարձնել link։ Օրինակ, եթե մենք ուզում ենք Գեղարքունիքի մարզը սարքել link, դրա համար պետք է օգտագործենք map tag-ը։ Map tag-ը օգտագործելու համար եկեք օգտվենք տվյալ կայքի գեներատորից, նշենք մեր նկարը եւ add area սեղմենք ու նշենք Գեղարքունիքի մարզի կետերը։ Նշելուց հետո մենք ներքևը տեսնում ենք կոորդինատները, վերցնենք ամբողջ կոդը, տեղադրենք մեր ֆայլի մեջ, փակենք տվյալ կայքը, եթե փոխենք մեր նկարի հասցեն, տեղադրենք նկարի հասցեն այստեղ, շնչենք նկարը եւ use map ատրիբուտը ավելացնենք img tag-ին, որի մեջ գրում ենք map, օրինակ 1, այստեղ map tag-ի մեջ էլ տեսնում ենք, որ ավելացել է name map, id map, եկեք սրանք էլ վերափոխենք 1 եւ հիշեցնելուց հետո կարող ենք տեսնել, որ Գեղարքունիքի մարզը արդեն որպես հղում է։ Եթե մենք ուզում ենք սեղմելու դեպքում ինչ-որ մի ֆայլի վրա գնալ, օրինակ եկեք WebEx-ը հասցենք։ Կտեսնենք, որ միայն նկարի Գեղարքունիքի մարզի հատվածը կլինի հղում եւ ներքևը նշվում է թե որտեղ։ Սեղմելու դեպքում կգնամ WebEx-ի կայքը։ Սեղմենք back button-ը եւ շարունակենք մեր դասը։ Ասեմ, որ
HTML լեզուն case sensitive լեզու չէ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ օրինակի համար, եթե մենք ստեղծենք h1 tag-ը, գրենք text, փակենք h1-ը, կարող ենք այստեղ h-ը դնել մեծատառ եւ բրաուզերը դրան ուշադրություն չի դարձնի։ Օրինակ փակենք մեծատառերով եւ բրաուզերը կաշխատացնի մեր ֆայլը նորմալ։ Հաշվի չառնելով նրա մեծատառ կամ փոքրատառ լինելը։ Այսինքն HTML լեզուն case sensitive չէ, այլ case insensitive լեզու է։ Տեխնիկական անգլերենը շատ մեծ դեր է խաղում, դրա համար ես որոշեցի դες այս օրինակն էլ այնտեղ ասել։ Այս դասի համար այսքանը, հաջորդի կարող եք տեսնել առաջադրանքները։